Մենք վերադարձանք եւ արդեն մեր տաղավարում են տեսահոլովակի եւ երգի պրեմիերա պիտի անենք միասին։ Այդ առիթով այստեղ են երգահան Նիկ Եգիբյանը եւ իհարկե Տիգրան Հունանյանը։ Երգի տեսահոլովակի եւ այս բոլոր հետաքրքիր համագործակցությունների մասին խոսենք հենց հիմա։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Շատ ուրախ եմ ձեզ տեսնել մեր տաղավարում։ Մենք էլ ենք շատ ուրախ լինել այս հետաքրքիր ամանորյա արդեն տաղավարում։ Դու ինչքան ես մեծացել, ես հիշում եմ դեռ դու 5 տարեկանից ինչքան ակտիվ էիր, երգում էիր եւ վստահ եմ, որ քեզ դեռ մեծ ու մեծ բեմերում ենք տեսնելու ու շատ ենք խոսելու քո մասին։ Նիկ, բարի գալուս, շատ հեռուստաընկերություն։ Դե կարծում եմ քեզանից խոսելը այս պահին անիմաստ է, քանի որ մենք շատ ակտիվ հետևում ենք քո Instagram-ի էջին եւ գիտենք թե դու ինչքան գեղեցիկ այսպես նյութեր ես տեղադրում, խոսում ես քո գործունեության մասին։ Արի խոսենք եւ տեսնենք թե ինչ համագործակցության արդյունքում եք այսօր մեզ հյուրի եկել, քանի որ շատ երեխաների հետ ես աշխատում, առիթ ունես։ Խոսենք թե Տիգրանի հետ ինչ համագործակցություն ունես։ Դե Տիգրանի հետ համագործակցությունը սկսվեց դասատու աշակերտ տարբերակով, ի սկզբանե Տիգրանը եկավ, սկսեց ինձ հետ վոկալ պարապել, մի քանի մրցույթների մասնակցեցինք, հետո ընթացքում արդեն կամաց-կամաց հասունացավ այն պահը, որ պետք էր արդեն ունենալ սոլո տարբերակ երգի ինչ-որ, որը Տիգրանը արդեն մինչև այս երգը էլի ուներ Արսեն Գրիգորյանի հեղինակած երգը։ Ես հիշում եմ։ Ահա, որոշեցինք այս անգամ թեմատիկ երգ անել, նոր տարուն նվիրված, նոր տարուն Սուրբ Ծնունդին նվիրված երգա, բառերի հեղինակը Ավետ Նաբարսեղյան, ինչպես նաև առաջի երգի բառերի հեղինակն է էլի Ավետը Բարսեղյան։ Չգիտեմ ինչի որոշեց Տիգրանը այդպես, իրականում ավելի շատ մտահղացումը իրենց կողմից է եղել, Տիգրանի եւ Տիգրանի մայրիկի կողմից է եղել, որ նոր տարվա հետ կապված ինչ-որ երգ ենք ուզում։ Այդպես գրեցինք մի քանի տարբերակ, Տիգրանը ընտրեց այն տարբերակը, որը որ ավելի շատ հավանեց։ Վերջնականացրեցինք երգը եւ որոշեցինք դիմել Կոլոյանին, մեր Ռոբերտ, որը որ նկարահանեց մեր տեսահոլովակը, աշխատում ենք արագ ամեն ինչ անել, որպեսզի դե բնականաբար նոր տարուց առաջ հանձնենք հանդիսատեսի դատին, այդպես հեշտ հանգիստ։ Տիգրան, դու պատմի թե 2025 թվականը քեզ համար ինչպիսին էր, էլի բազմաթիվ մրցույթներ։ 2025 թվականը ինձ համար առհասարակ շատ այդպես ասած լի էր բուռն մրցույթներով, բուռն էմոցիաներով, օրինակ մասնակցել եմ Sanremo մրցույթին, The Future of Nations, այսինքն ազգի ապագա մրցույթին, Europop Contest, Bonar Junior եւ այլ բազմաթիվ մրցույթների եմ մասնակցել։ Վերջինը իրար հետ էինք։ Մասնակցել եմ այսպիսի բազմաթիվ մրցույթներին եւ մեծ բավականություն եմ այն ստացել եւ ինչքան մրցույթների ես մասնակցում եմ, այդ զգում եմ, որ ես ավելի շատ եմ ստրեսակային, այսպես ասած դառնում։ Չեմ լարվում, չեմ անհանգստանում եւ Ես անգամ կասկածում եի, որ դու ստրես ես ապրում երգելուց առաջ, գիտես Տիգրան։ Ինքը հակառակ տարբերակն է, երբ որ իր դիմաց նստած է հանդիսատես, ինչքան շատ, այնքան ավելի ինքը հանգիստ։ Եթե օրինակ ես լինեմ մենակով նստած կամ դու լինես, կարող է այդ ժամանակ լարվի, բայց եթե հանդիսատեսը մեծ է, Չէ, մեր սերունդը մի համեմատի այդ սերնդի հետ եւ ամենակարևորը ինչն եմ սիրում, որ Տիգրանը սիրում է վայելել, ամեն մի վարքյանը վայելում է, այդ բավականին մեծ հաճույք է։ Լարվես այսպես ամբողջությամբ։ Եկեք մի հատ վայելենք տեսահոլովակը, հետո հետ վերադառնանք եւ նաեւ խոսենք թե տարվա ավարտը քեզ համար ինչպիսին է, արդեն հիմա տեսահոլովակից պարզ կլինի, թե այն ինչքան գեղեցիկ էր եւ գունեղ։ Դիտենք տեսահոլովակը եւ վերադառնանք։ Մենք վերադարձանք, թույլ տվեք առաջինը ես իմ կարծիքը հայտնեմ, շատ գեղեցիկ։ Տիգրան, նաև պիտի ասեմ, որ դու որպես արտիստ բավականին հասունացել ես, կարծում եմ քո Նիկի ամիսների թե տարիների աշխատանքն իրենց նասել են։ Հիանալի էր, շատ գեղեցիկ էր, կարծում եմ սա կարող է նոր տարվա յուրաքանչյուրիս տանը դառնա ամանորյա այն գեղեցիկ երաժշտությունը, որ անպայման ուզում ենք միացնենք, վայելենք այս օրերը ու ինչ-որ գործ անենք կամ ուղղակի լավ տրամադրություն գա մեզ։ Շնորհավորում եմ ձեզ, շնորհավորում եմ եւս մեկ գեղեցիկ համագործակցության համար, շնորհակալություն որակյալ երաժշտության համար, շնորհակալություն, որ մեր ականջները շոյում ես, այլ ոչ թե ներվայնացնում ես, շնորհակալություն Նիկ։ Տիգրան, դե մի փոքր պատմի տեսնենք, թե ինչ պլաններ ունես եւ 2025 այս տեսահոլովակով արդեն ավարտեցիր։
Այո, ես այս տարին այսպես ասած ավարտել եմ այս տեսահոլովակով, այսպես ասած հայերի համար, ինչու՞ չէ, աշխարհի բոլոր մարդկանց համար, սա մի փոքրիկ ամանորյա անակնկալ էր, որը ես նախապես պատրաստել էի, այսպես ասած։ 2026-ին դեռ պլաներ չկան, բայց համոզված եմ կլիներ։ Ես եմ համոզված, ես հանձնած դու հաստատ առնվազն 6 մրցույթի կգնաս։ Միանշանակ։ Չէ՞։ Ամեն տարվա վերջում ասում ենք, այս տարի մրցույթներ չկա, վերջ ավարտեցինք, այդ ամփոփեցինք մրցույթների փուլը մեր կյանքում։ Հետո հունվարը գալիս ենք էլ, իսկ կարող է ընկերնիկ մի հատ։ Նիկ, բայց դու ինչպես ես վերաբերում մրցույթներին, այ առհասարակ։ Ես գիտես, քանի որ ես մրցույթային երգիչ երբեք չեմ եղել, դուք օրինակ միշտ մրցույթների գնացել եք, որ այն պատմությունները, որ դու պատմում էիր այն ժամանակ քեզանից, Ժակլինից, հա, ինչ էր եղել բեմի վրա, ետնաբեմում բան, այդ ամեն ինչը պետք է ապրել ինձ թվում է։ Եթե երգիչ ես, ուզում ինչ փուլեր կա, որ պետք է այդ փուլերով անցնես, որպեսզի հաս ունենաս, կայանաս։ Հիմա, եթե այս երեխեք ունեն այդ հնարավորությունը մասնակցելու այդ մրցույթներին, ինչու ոչ։ Իհարկե կան մրցույթներ եւ կան մրցույթներ, բայց բնականաբար ամեն ինչն էլ փորձ է ու կապ չունի նույնիսկ տեղը, որտեղ կգրավես, մենակ այն որ կա շփում երեխաների հետ, նոր ինչ որ կապեր են հաստատվում, ընկերություն է սկսվում, ինչու ոչ։ Տեսնում ես, հետո առաջինը ինչ ասա Տիգրանը, ստրեսակայում, չէ։ Սա շատ լավ արտահայտություն էր, քանի որ ամեն մրցույթից հետո դու այն չես, ինչ կայր մինչև այդ։ Ունես մի նոր փորձառություն, մի նոր ավելի վստահություն, ավելի ուժեղ ես քեզ զգում, այո, դա իսկապես օգնում է, բայց համամիտ եմ նաև քեզ հետ, որովհետև դա էլ մի շրջան է, դրանից էլ պիտի դուրս գալ եւ մեկ այլ этаպի վրա գնալ արդեն։ Դե, սենց մեզ մոտ բաներով է, չէ՞, սենց հարթակներով է գնում մրցույթները, ինչ որ սենց մրցույթներ, հետո գալիս է նորալիք մրցույթը, հետո գալիս է Եվրատեսիլ մրցույթը, հետո արդեն չգիտես էլ ինչ մրցույթ է։ Եվրատեսիլից հետո արդեն դու երգիչ ես։ Կամ ոչ մի բան է, հետո էլ մի ուրիշ վտանգ կա, որ չգիտես արդյոք արժի այդտեղ մտնել թե իրականում ոչ։ նույնիսկ կապել չունի, դու կարող ես լավ վոկալիստ լինել, բայց հաջողություն չունենալ կամ լինել միջակ վոկալիստ եւ հաղթել։ Ամեն ինչը հարաբերական է այս աշխարհում։ Նիկ, ճանաչում եմ քեզ շատ շուտմանից, այլ տարիների մասին։ Տարիների մասին կարող ենք խոսել, ինչպես ես այսօր տեսնում։ Մեր երկարվեստը չեմ սիրում այդ բառը ասել, բայց արվեստը չկա, երկ կա։ Հա, բայց արի նաև մի փոքր խոսենք այն մասին, որ մեր ժամանակահատվածում դժվար էր։ Հիմա ամեն բան շատ ավելի հասանելի է։ Միևնույն ժամանակ ավելի դժվար։ Այ ուզում եմ խոսենք այդ դրա մասին։ Գիտես ինչ է կատարվել, եթե մեր ժամանակ, եթե դու լավն էիր, ասում են, չէ, տաշածքարը գետնին չի մնում։ Այն ժամանակ նկատվում էր, արտիստներ ուզում էին քեզ հետ աշխատել, ես որպես երգիչ չեմ հիմա խոսում, որպես երգահան եմ խոսում։ Հիմա, քանի որ գոյություն ունեն սոցհարթակները, ամեն ինչ ավելի հասանելի է, նախ սկսել են հիմա այս արհեստական ինտելեկտով ստեղծված երգերը, որոնք որ մեկը մյուսի նման շատ լավն էր սկիզբ որպես, հետո զգում ես, որ հիմա արդեն ամեն ինչը միանման է դարձել, այդ վիճակը, որ ամեն ինչը շատ հասանելի է, էժանացրել է ամբողջ բնակավարը, այսինքն այն ոչ թե ֆինանսական, մատերիալիստական առումով, այլ հոգևոր արժեքի առումով նույնիսկ չկա երաժշտություն ասվածը։ Եթե այն ժամանակ Գրիգորիչ օրինակ գրում էր նոր տարվա մասին երգ, մենք լսում էինք այդ երգը, տարիներ շարունակ մինչև հիմա երգվում է։ Մենք հիմա գրում ենք երգը նոր տարվա մասին, օրինակ ես չգիտեմ մյուս տարի երգը մենք կլսենք թե չէ այլևս։ Ասում ես նոր տարի հիշում ես, չէ՞, մի անգամ դու նա իրան վերջիչնում է, չէ՞։ Հետո էլ որն ես հիշում։ Դու նոր տարի հետո այնտեղ մի հատ էլ կար, մի հատ նոր սերունդի երգ հիշի։ Էսա էլ է մեր սերունդի երգը։ Եթե նոր սերունդը արդեն երգում է այդ երգը, այսինքն։ Այո, համաձայն եմ քեզ հետ։ Что и требовалось доказать, էլի դա։ Ես հիմա իհարկե շատ կուզենամ մակրազտվի, լադերից մակրազտվի նախ առաջի հերթին, կլկլոցային ինչ որ բաներից մակրազերծվի այս ամեն ինչը, բայց տեսնում ես դու, ես բայց նոր սերունդը շատ լավն է, Նիկ, արի նոր սերունդը կա լավ սերունդ եւ կա Ես վատ սերունդին չեմ տեսնում, միգուցե դու ավելի շատ ես շփվում, դա է պատճառը, որ դու Գիտես, ով ինչի վրա մեծացել է, այսպես ասեմ, եթե ինչ որ մեկը նայել է օրինակ Շանտ, նայել է սուպերստարները, նայել է, այսինքն մասնակից եղել այդ ամեն ինչին, լսել է որակյալ երաժշտություն, լսել է զտված տարբերակը, այդ սերունդի տված սերունդը ուրիշ է, մեր սերունդը ուրիշ է։
Մեր սերունդը Բայց ուրիշ է։ կա նաև մի սերունդ, որը որ մեծացել է անհասկանալի երաժշտության վրա, որ չգիտենք հայկականա, թուրքականա, ադրբեջանականա, թե ինչականա։ Եվ ես հիշում եմ ամենակարևորը, որ մեզ ասում էին միշտ երբ քնից արթնացնեն ու ինչ որ մի բան ասեն, պիտի երգես։ Անգամ ես այսքան տարի չեմ երգում, չէ, անգամ լսել չեմ ուզում երգի մասին, բայց եթե ես ուզենամ երգեմ, նույն վարքյանին կարող եմ վերած բացել ու երգել։ Իսկ հիշում եմ, եթե այս սերունդին ուզենանք հիմա երգացնենք, բավականին պիտի տրամադրենք նրանց, որ նրանք կարողանան Մենք սովոր ենք, մեզ կանգնացնում են աթոռին, ասում են բալիկ ջան, երգի։ ու մենք երգում ենք։ Ու մենք երգում ենք։ Ես սիրում եմ իմ մանկությունը, ես սիրում եմ իմ պատանեկությունը, այդ տարիները ինձ համար սենց ուրիշ արժեք են ներկայացնում իրենցից, որովհետև հիմա այս երեխեքը չեն ունենալ դա։ Մենք ուրիշ ձևով ենք շփվել, մենք ուրիշ բաների միջով ենք անցել, եւ կոփվել ենք, եւ կոտրվել ենք, եւ հագեցել ենք։ Մենք կանգուն ենք։ Անխոս։ Միանշանակ։ Տիգրան, մի փոքր պատմի, թե ինչպես է ասում սովորաբար քո առօրյան, հա, որովհետեւ քո հասակակիցները այսպես ունեն միգուցե մանկություն, բակ, խաղեր, բայց դու կարծես մի փոքր ավելի պրոֆեսիոնալ կյանքով ես ապրում, թե նաեւ հասցնում ես այդ քո մանկական չարաճճիություններից նաեւ չկտրվել։ Օրինակ չարաճճիությունների մասին այդպես չեմ կարող խոսել, բայց ամենակարևորը մանկությունս վայելում եմ եւ հասնում եմ օրինակ մրցույթների մասնակցեմ, համերգների, տարբեր համերգային ծրագրերի մասնակցեմ եւ վայելեմ իմ մանկությունը։ Այդպես համատեղում եմ այդ ամեն բոլոր ինչը։ խաղալիքները։ Եվ ի՞նչն է քո ամենասիրելի զբաղմունքը, ինչով ես ամենաշատը սիրում զբաղվել։ Ամենաշատը սիրում եմ խաղալ իմ մեծ աղբոր հետ։ Դա քո ամենասիրելին է։ Իսկ նամակ գրել ես ձմեռ պապիկին, թե ձմեռ Այո, ես արդեն ուղարկել եմ։ Իսկ ինչ ես ուզել, եթե գաղտնիք չի։ Այսինքն իրային առումով չեմ ուզում հասկանալ, ուզում եմ հասկանալ ինչ երազանքներ ունես, որոնք պարտադիր ուզում ես կապել 2026 թվականի հետ։ 2026 թվականի հետ ես ունեմ լիքը երազանքներ, այսպես ասած, բայց նամակի մեջ ես գրել եմ, որ այդպես ասած լիք նվերներ բերի, բայց ամենակարևոր այդպես ասած երազանքը, որ ես ուզում եմ, որ կատարվի, դա խաղաղությունն է ամբողջ աշխարհում։ Լավ է որ գրել ես դա։ Ինձ թվաց թե միայն իրային ինչ-որ մի բան ես գրել, բայց քանի որ ճանաչում եմ քեզ, վստահ եմ որ դու ունես շատ ու շատ ցանկություններ, ինչպես արդեն նշեցի, որոնք թող Աստված ի կատարածի 2026-ին։ Քանի որ արդեն 2026-ն է մոտենում, Նիկ, ինձ թվում է դու էլ ինչ-որ մի բան կուզենաս մաղթելու բոլոր այն փոքրիկներին եւ մեծիկներին, ովքեր հիմա մեզ դիտում են։ Փոքրիկներին թող վայելեն իրենց մանկությունը, քանի այդ մանկությունը կա։ Անկեղծ որ ասեմ, թեմայից դուրս էլի կյանքում չէի մտածի, որ 20 տարի առաջ չէի մտածի, որ մենք սենց կնստենք լուրջ թեմ անելով։ Մենք մեծացել ենք, Նիկ, մենք մեծացել ենք։ Ինչ որ տարօրինակ է իհարկե սա ինչ ասելը, բայց փոքրերին իհարկե մաղթում եմ վայելել մանկությունը, լինել առողջ, լինել հաջողակ, նպատակասլաց, մեծերին էլ մի քիչ խաղաղություն էլի եւ հոգեբանական, եւ մտավոր, եւ ֆիզիկական խաղաղություն։ Շնորհակալություն։ Հուսամ, որ մենք 2026 թվականին առիթ կունենանք նորից քեզ հյուրընկալել, Տիգրան, եւ վստահ եմ, որ շատ ու շատ ձեռքբերումներ կունենաս, որոնք շատ մեծ ուրախությամբ կլուսաբանենք։ Նիկ, քեզ լիքը հաջողություններ։ Գիտեմ, որ մտքի թռիչքը երբեք չի կանգնում, թող էլ ավելի շատանա։ Շատ ուրախ եի քեզ նորից տեսնել։ Իմ մանկության կամ պատանեկության լավագույն տարիները անցկացրել եմ քեզ հետ, այնպես որ անկախ տարիներից կամ տեսնելուց կամ չտեսնելուց միևնույն է, քեզ տեսնելուց լավագույն հուշերն են իմ մեջ արթնանում։ Մենք շարունակում ենք Շանթի եթերը, դուք չհեռանաք, իսկ հիմա ինչ ենք անելու։ Գովազդ ենք դիտելու, ինձ հուշեցին հենց նոր, գովազդ Շանթի եթերում։